Նորո Իզաջան կներ ես, չգիտեի, որ ստեղ ես։ Ոնց ասում են, լսել ենք, բայց չենք տեսել էլի։ Անունս Դավիթ է, Նորոյի ընկերն է։ Հեռախոսով շատ ենք խոսացել իրար հետ։ Ուղղակի մի քիչ մրսել եմ, ձենս քաշվել է էլի։ Բա ասում ես ինչ էիր մտել դրան հետևը։ Քեզ արևին ես տվել, հա։ Չէ, ներվերս եմ հանգստացնում։ Ամբողջ գիշեր ինչ ես արել, որ հիմա ձեռները թափտալով եկել ես։ Պապ սաղանտառը սարել եմ, չկա։ Դու ուղեղդ սանրի, այ ոչխար, ուղեղդ։ Պապ, ես իրան գտնելու եմ։ Կասկածում ես։ Դու բա ինչ եմ անում։ Պապ, ասում եմ, տենաս են ոչխարներն էլ են ամուսնանում։ Դու կիմանաս, դու ես հետները մոտիկ։ Հրայել է։ Լսում ես, դատարկությունից զրնգում է։ Այ։ Իզա ինչ ես մնացել հյուրանոցում, ինչի՞ չես գնացել քաղաք։ Գիտես, ոտով գլխով պատասխանատու եմ քո համար, տնեցիքդ էլ գիտեն, որ իմ հետ ես, իրավունք ունեիր տենց քայլաներ։ Իսկ դու իրավունք ունեիր ուրիշ աղջկա բերեիր ամառանոց։ 10 անգամ բացատրեցի, չեմ զլանա, մի անգամ էլ կբացատրեմ։ Մանկատան երեխա է, ոչ մեկ չունի իր կողքին։ Զորով ինչ-որ չկայացած ոչխարի հետ են ուզում ամուսնացնել։ Ինչ անեի, ձեռներս ծալած նստեի, եկավ օգնություն խնդրես չօգնեի։ Իզա ջան, իհարկե կներես քիթս ամեն ինչի մեջ խոթելու համար, բայց գիշերը կարող է ձիերի հետ եք փարթի արել։ Այս ինչ վիճակ է։ Անի։ Չհասկացա։ Դե անունս Անի է։ Բայց դու Իզան չէիր։ Իզա էր, բայց Իզան ես չեմ։ Դե ինչ ասեմ, կրկին փորձենք։ Անունս Դավիթ է։ Անի։ Դեղատունը քեզ փռել դեմդ։ Բա ինչ անեմ այ ախպեր։ Ոտի վրա մարում եմ վեճը դա։ Նայ լույսը նոր է բացվել, բայց ճնշումս մի խազելա չի եկել բաբիկ։ Հարսս ուր է, աբիկ։ Բաբիկ ախպեր, դու
Աշխարհ տեսած մարդ ես, կմբռնես ինչ եմ ասում։ Այ օրինակ, ես մեր մանկատան երեխեքը մեծանում են բան, բայց մի տեսակ կոմպլեքսներով են մեծանում։ Մանավանդ աղջիկ երեխեքը, ոնց ասեմ, հենց տարիքը գալիս է ու ամուսնության անուն են լսում, խրտնում են։ Դու Հռոմ, Վենեսուելա, Շրի Լանկա տեսած տղա ես, պիտի որ հասկանաս ինչ եմ ասում։ Հա էլի, Աբիկ ջան, հա։ Լսի, ես քեզ ասացի, չէ՞ որ մինչև առավոտ կսպասեմ։ Հա, ոնց։ Բա օրը ճաշ դարավ։ Ինչ ես հեքիաթներ պատմում։ Այ իմ ախպեր, ինչի ես միշտ գրքի մի երեսը կարդում։ Այն մի երեսն է կարդա էլի։ Ես ոքո դուշմանը չեմ։ Ինչի չեմ ուզում այդ գործարքելնի։ Խետ փող իմ փորը կծակի։ Ուղղակի սպասման մեջ եմ։ Դժվար է ոնց որ ասում հետքի վրա դուրս գալն է, էլի իմ ախպեր հենց հետքի վրա դուրս եկա։ Գնալու եմ ուղիղ կանգնեմ գլխին։ Ուրեմն նենց ես անում, որ ժամանակը աշխատի քո օգտին։ Ու նենց չանեմ, որ շունը ձեռիցդ հաց չառնի։ Ոյ, այ ախպեր, շանանուն մոտս մի դուր, վաղ, սիրտս կանգնում է։ Հա, էլի, հա։ Հասկանում ես, չէ՞ ինձից։ Իմ խեղճ աղջկան էլ մենակ սոված ծարավ թողել ենք տանը։ Արի գնանք դու մնա մոտը, ես գնամ ուտելու բան բերեմ։ Էլի մռութներդ կախեցիր։ Այս բարեգործական միջոցառման գալը համերգը ավարտում ես ու դրան ճանապարհ ես։ Թե ուր, ես արդեն չգիտեմ։ Ես վերջը տենց էլ չհասկացա ստեղ ինչա տեղի ունեցել։ Անի ջան, ոնց որ խոսալու հետ ծեր չունես, հա։ Դավո։ Ինչ կա ստեղ ախպեր, չէիր ասել որ գալու ես։ Անցնում էի ասցի մտնեմ, բայց չգիտեի որ մենակ չես։ Մենակ չես, շատ մեղմ ասված։ Այ քեզ խառը պատմություն, բայց վտանգավոր ախպեր ես։ Ինչն է վտանգավոր Դավո։ Դե ինչ իմանաս ով է, կարող է խափում է։ Ինչ խափել։ Երեք փեսեն երեք եմ իձև ինձ սպայեցի մի հատ բերին ինչը տան։ Բա Իզան։ Իզան ինչ է։ Երեկվանից ներվերս է սաղոցում։ Թուր թվանքը կապել է։ Դե ախպերս իրան էլ է հասկանալ պետք, մեղադրելու չի։ Կուզես այս աղջկան տանեմ քաղաք։ Գնալու տեղ չունի Դավո։ Այդ դարդն էլ են քեզ տվել։ Գործերիդ նա էլի ախպերս։ Մի գիշեր մնաց հերիքա, թո հիմա գլխի ճարը տենա։ Փաստորեն մանկատնից ես։ Տատա վճիռա։ Դե դու կիմանաս, թե այնտեղ ես պատահական հայտնվել։ Չափերդ միանցի։ Սպառնում ես։ Զգուշացնում եմ։ Լեզուդ լավ էլ երկար է, նորոն գիտի, չի սիրում։ Այդ մասին դու հոգ տար։ Ուրիշ շորտամ հագնես, քեզ նամեմ այդ հարսի շորը աշկիցս ընկնում է։ Առաջարկում եմ ուղղակի ուրիշ շոուությամբ նայես։ Դե դու գիտես, ինձանից հասնում էր առաջարկելը։